Այս տարի լրացավ հոբելյանական 10-րդ տարին, ինչ ես Երևանում ապրում եմ վարձով։ Ու ես հաշվել եմ, այս տարիների ընթացքում մոտավորապես 18 միլիոն դրամ ես տվել եմ տան վարձ։ Հիմա ինչ որ մեկը կասի, այդ գումարով կարելի էր նույնիսկ մի հատ բնակարան գնել ու ես չեմ կարող չհամաձայնել դրան։ Այո, կարելի էր։ Այդ գումարով ինչ որ մեկը իր երազանքն է իրականացրել, ինչ որ ուսման վարձ է գուցե տվել, իր խնդիրներն է լուծել։ Իսկ ինձ մնացել են ուղղակի այդ արկղերը, որ ամեն անգամ այս տնից այն տուն տեղափոխվելուց հետո ստարել եմ։ Դա իրականում շատ ծանր զգացողություն է, որովհետև տպավորություն է, որ անընդհատ կյանքդ հետաձգում ես վաղվա։ Այ քո կյանքը չի սկսել, որտեվ դու դեռ հյուր ես, ամեն անգամ այդ դատարկության զգացումը, որ դու գնում ես ինչ-որ մի տեղից, ինչ-որ հիշողություններ ես հետդ տանում, որը իրականում քո պատերի մեջ չէր նույնիսկ։ Եվ մենք այս ընթացքում փոխել ենք 4 վարձով տուն։ 4 անգամ հավաքել ենք այդ ամբողջ իրերը, հիշողությունները, դրել ենք այդ արխերի մեջ ու տեղափոխվել ենք մի հատ ուրիշ ժամանակավոր կացարան, օտար պատերի մեջ։ Ու այդ վարձով ապրելու զգացողությունը միայն փողի մասին չի։ Դա սեփական կյանքումդ հյուր լինելու մասին է։ Ամեն օր զարթնել են զգացողությամբ, որ այդ պատերը նույնիսկ քոնը չեն։ Երեխայիդ ամեն օր զգուշացնել, որ վայ հանկարծ պատին չնկարես, որովհետև տանտերը կարող է դժգոհի։ Չկարողանալ կահույքը կես սանտիմետր այս կողմ են կողմ տեղափոխել, որովհետև դե քո տունը չի։ Ու այս ասածս շատ լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր հենց հիմա այս ռիլը նայում են վարձով տնից։ Ուզում եմ իմանաք, որ ես էլ ձեր զգացածն եմ շատ լավ հասկանում։ Ու հիմա մեր կյանքում կատարվել է մի հատ բան, որը առնվազն վերջին 3 տարում մենք որպես ընտանիք երազել ենք։ Մենք գնել ենք մեր բնակարանը։ Այս Բադեր այդ փուլն է, որ չեմ կարողանում այս թեմայի մասին խոսել առանց հուզվելու։ Ու իմ կյանքում վերջապես ավարտվել է այդ հյուրի զգացողությունը։ Ես պայմանագիրը ստորագրելուց գիտակցեցի, թե ինչքան կարևոր բան տեղի ունեցավ իմ ներսում։ Ու թեև մեր բնակարանը հիմա այս տեսքը ունի, եւ մենք մեծ վերանորոգում ենք սկսել, ու մեր խոսակցությունների 90%-ը այս պահին բաղկացած է այս տան այս կամ այն անկյունից, բայց մեկ այդ ամեն ինչը այնքան սիրով ու էներգիայով է արվում, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ դա ուղղակի պատեր չեն, դա մեր տունն է, որի մասին մենք երազել ենք։ Իդեպս վերանորոգման ընթացքը ես ձեզ եմ երբեմն ցույց տալու, որովհետև կյանքս այսպես թե այնպես բաղկացած է դրանից, ես չեմ կարող դրանից խուսափեմ, ուրեմն ինչի դա նաև չներկայացնեմ ձեզ, ցույց չտամ ուր ենք հասել, ինչ ենք հասկացել, ինչքան ենք ծախսել, ինչ սխալներ ենք արել, որովհետև շատ հուսով եմ, որ մեր փորձը կարող է ձեզ էլ պետքական լինի։ Իսկ հիմա կոմենտերում ընդունվում են շնորհավորանքներ ու ես մեծ սիրով կարդալու եմ յուրաքանչյուրիդ մեկնաբանությունը։